ասի մի երկու բառ խոսանք, էլ արդեն ուզում եմ գնամ գործերս անեմ, բայց դե երևի սրա վրա կանքարանք, ես որ ես գրեցի ինքը պատասխանեց, կամ չգիտեմ, ես էլ հաշվենք, թե ոնց, եթե հաշվենք էլ միևնույն ավելի շատ ոնց որ սա էր էլի, մնացած ուղղակի իրագրածով շարունակեցի, գիրք գրելը բավական բարդ է, այո, գրքի ստեղծումը երկար ու աշխատատար գործընթաց է, հատկապես երբ խոսքը վերաբերում է գաղափարական, պատմական կամ փիլիսոփայական բովանդակություն ունեցող ստեղծագործությանը։ Այն պահանջում է մեծ համբերություն, կենտրոնացվածություն ու շարունակական ջանքեր։ Ես որ ասում եմ գաղափարական, պատմական կամ փիլիսոփայական, ասես հենց իմը նկատի ունենա, որտեվ ես գրում եմ գաղափարական բաներ, պատմական բաներ, փիլիսոփայական բաներ։ Քեզ համար ամենաբարդ մասն ինչ է՝ կառուցվածք կազմելը, գաղափարները ճիշտ շարադրելն ու զարգացնելը, թե գրելու մղումը պահպանելը։ Եվ ինչ որ բան օգնում է հաղթահարել այդ դժվարությունները։ Հարցական նշանը սխալ տեղադրել վայ։ Գաղափարները ճիշտ շարադրելը։ Դա իսկապես կարող է բարդ լինել, հատկապես երբ գաղափարները խորը, փիլիսոփայական կամ բազմաշերտ են, երբեմն դրանք գլխում պարզ են, բայց գրելու պահին կարծես մառախուղի մեջ կորցնես հստակությունը։ Իմ մոտ մի ուրիշ բան է, լավ։ Միգուցե քեզ կօգնեն այս մեթոդները։ Կառուցվածքային պլան։ Նախքան գրելը, փորձիր ամփոփ ձևով գրել գլխի կամ հատվածի հիմնական գաղափարը։ Ես շատ չեմ ընկղմվելու նրա մեջ, ինչ է ինքը գրում, որովհետև ես իմ ձևով եմ ու ինձ տենց իր խորհուրդները տենց պետք էլ չեն էլի։ Փորձիր ամփոփ ձևով գրել գլխի կամ հատվածի հիմնական գաղափարը։ Կարող ես նույնիսկ ստեղծել մանրամասն պլան, որտեղ յուրաքանչյուր գաղափար կունենա իր տրամաբանական հաջորդականությունը։ Խոսել գաղափարների մասին։ Երբ փորձում ես բանավոր բացատրել, երբեմն պարզում ես, թե որ կետերն են մնում մշուշոտ։ Կարող ես անգամ ձայնագրել ինքդ քեզ ու հետո վերլուծել։ Ինչ որ իմաստով ես սա օգտագործել եմ։ Գրելու ազատություն։ Երբեմն պետք է ուղղակի գրել առանց ինքնասահմանափակման, առանց անհանգստանալու ձևի մասին։ Հետո խմբագրելով կարող ես ավելի ճիշտ շարադրել, էլի բանը։ Համեմատականներ ու օրինակներ։ Եթե գաղափարները աբստրակտ են, հնարավոր է դրանք ավելի հասկանալի դարձնել համեմատությունների կամ իրական օրինակների միջոցով։ Հանգիստ թողնել, հետո վերադառնալ։ Երբ երկար ես աշխատում մի հատվածի վրա, երբեմն ուղեղը պաշարվում է։ Շակերտների մեջ։ Եթե մի քանի օր անց վերադառնաս, ավելի պարզ կտեսնես սխալներն ու բացերը։ Քո գրքում գաղափարների ճիշտ շարադրանքի հիմնական խնդիրը ո՞րն է։ Արձակդ չափից դուրս բարդ է ստացվում, տրամաբանորեն կապերը դժվար ես պահպանում, թե ինչ-որ այլ բան։ Դա այն ուղղակի ինձ համար դժվար և բարդ է արտահայտել, փոխանցել, բացատրել և շարադրել։ Եվ այո, այն ոչ չափից դուրս, բայց բավականին բարդն է։ Եվ նաև կա այսպիսի բան, այն խճճված է և խորը։ Հասկանալի է։ Եթե քո մտքերը խճճված ու խորն են, ապա դժվարությունն ավելի շատ դրանց հստակեցման մեջ է։ Չի ասենց վստահ ասում, բայց դե լավ։ Երբ գաղափարը բարդ է, երբեմն այն պետք է կառուցել, ինչպես քանդված մոզաիկան հավաքել, որ պատկերն ավելի պարզ դառնա։ Դե ես հենց էդ էլ անում եմ։ Մի քանի հնարք, որոնք գուցե օգնեն։ Սկսիր պարզեցումից։ Փորձիր առաջին հերթին արտահայտել հիմնական միտքը, առանց լրացուցիչ բարդությունների։ Ինչն է դրա էությունը, առանց երկրորդական մանրամասների։ Հարցեր տուր ինքդ քեզ։ Եթե ինչ-որ միտք խճճված է թվում, հարցրու. Ինչ եմ ուզում ասել,
Ինչու է դա կարևոր։ Ինչպես կարող եմ բացատրել այլ կերպ։ Երբ հարցեր ես տալիս, ուղեղդ սկսում է ինքն իրեն պարզաբանել։ Դες վերջին հարցը որ մանավանդ։ Տարբերակներ գրիր։ Գուցե առաջին շարադրանքդ խառն է ստացվում, բայց նորից գրելով կարող ես ավելի լավ ձևակերպել։ Մի վախեցիր միտքդ մի քանի տարբեր ձևերով արտահայտել։ Կարճ ընդհատումներ արա։ Երբ երկար մտածում ես մի բանի շուրջ, այն կարող է ավելի խճճվել։ Երբեմն պետք է մի փոքր դադար անել, հետո վերադառնալ նոր հայացքով։ Խորհուրդ ոնց որ հակառակն է, բայց տենց էլ ա եղել, բայց շատ դեպքերում հակառակն է։ Ու ես իմ մանավանդ այս վերջին ժամանակներումս խորություն պահպանելով կառուցվածքը պարզեցրու։ Քո գաղափարները խորն են։ Ինչ է գրում խորը են, ոնց որ այն անգամ վերևը։ Քո գաղափարները խորն են, բայց եթե շարադրանքն էլ շատ բարդ լինի, կարող է դժվար կարդացվել։ Փորձիր կառուցվածքով այնպես դասավորել, որ խորությունն ու հասկանալիությունը հավասարակշռվեն։ Ինչ-որ իմաստով ոնց որ պետք չի, պարտադիր չի, դե ես հոյնես չեմ գրելու, որ սենց բարդ լինի շատ, կամ եսի միշտեւի բարդ լինի, եսի, ասենք, ոչինչ, թող բարդ լինի, հետո ինչ, թեև բարդ է, բայց սա լավ նշան է, նշանակում է, քո գրածը կշիռ ունի ու արժե ճիշտ ձևով շարադրել, եթե ուզում ես, կարող ենք կոնկրետ մի հատված քննարկել, փորձել վերանայել ու պարզեցնել առանց խորությունը կորցնելու, բայց ասենք եթե օրինակ եթե բարդ չէ, չի նշանակում որ կշիռ ունի, իմ ասենք առաջվա գրածները պարտադիր չի ասենք ինչ-որ գիրք կամ տենց ինչ-որ այդպիսի ինչ-որ ստեղծագործություն, ասենք իմ գրածները ընդհանրապես չգիտեմ ստեղծածներ ու արածներ ինչա կշիռ չունեն, եթե ասենք բարդ չի, ասենք էլի, դե ոնց որ ասում են ով կհասկանա, կհասկանա, շնորհակալություն դիտման համար, մինչ նոր հանդիպում և ամենայն բարիք։